ԱՄՆ իշխանությունները ստացել են ամբողջական մուտք ներգաղթի տվյալների բազաներ, որը կհեշտացնի ստուգման գործընթացը։ Այսուհետև հնարավոր է պարզել անձի ներգաղթային կարգավիճակը պարզապես նրա սոցիալական ապահովության համարով, առանց պետական ID համարի։ Պաշտոնական բացատրությամբ այս նորամուծությունը նախատեսված է ընտրությունների ժամանակ կեղծիքները կանխելու համար, սակայն մարդու իրավունքների պաշտպանները զգուշացնում են, որ այս փոփոխությունը կարող է լայն հնարավորություններ տալ զանգվածային արտաքսումների համար։ Խնդիր կառաջանա հատկապես այն նահանգներում, որտեղ հանդուրժողական քաղաքականություն է վարվում ներգաղթյալների նկատմամբ։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թրամփը կրկնապատկում է մաքսատուրքերը, որ ոլորտներում կլինեն թանկացումներ։ Չինաստանի հետ առևտրային բանակցությունները փակուղում են, նոր համաձայնագիրը կարող է տապալվել։ Սենատը առաջարկում է հնգապատիկ մաքսատուրք ռուսական ռեսուրսների համար, Թրամփը դեռ լուռ է։ Google-ի դեմ պատմական .ai պատճառով դատախազությունը պահանջում է արգելել շուկայի մենաշնորհը։ ԱՄՆ-ում հանցագործությունների թիվը աճում է, հանցագործությունները բարձր են հատկապես խոշոր քաղաքներում։ ԱՄՆ-ում խորացված տուրիզմի ճգնաժամը սկսել է հարվածել ամենախոցելի համայնքներին, Կանադայից եկող այցելուների հոսքը կտրուկ նվազել է, իսկ սահմանամերձ քաղաքների բիզնեսները կանգնած են փակման եզրին։ Ինչու են ամերիկյան հյուրանոցները դատարկ մնում, այս մասին ավելի մանրամասն կխոսենք թողարկման ընթացքում, մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում ամերիկյան ամենաթարմ ու երբեմն էլ անսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է բարձրացնել ներմուծվող պողպատի սակագինը շուրջ 50%-ով, նախկին 25%-ի փոխարեն։ Այս քայլը միտված է երկրի պողպատագործության ու արդյունաբերության պաշտպանությանը։ Թրամփը շեշտել է, որ ոչ ոք չի կարող խուսափել այս հարկերից։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այս մաքսատուրքերը կարող են բարձրացնել ծախսերը ԱՄՆ ներքին արտադրության համար, հատկապես ավտոմոբիլաշինության, շինարարության և այլ ճյուղերում, ինչն էլ կհանգեցնի ապրանքների գների աճի։ Բացի այդ, տնտեսական վերլուծաբանները կանխատեսում են հնարավոր հակաքայլեր ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերների կողմից, ինչը կարող է վատթարացնել արտահանման պայմանները։ Պաշտպանության նախարարը անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել իր դաշնակիցներին Չինաստանի կողմից աճող ագրեսիայի ֆոնին։ Նախարարը նախազգուշացրել է, որ Չինաստանի կողմից Թայվանի դեմ ռազմական գործողությունները կարող են դառնալ անխուսափելի։ Նա տարածաշրջանը բնութագրել է որպես Թրամփի վարչակազմի ռազմական թատերաբեմ և ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցների շահերը։ Չինաստանի հետ ընթացող առևտրային բանակցությունները փակուղում են։ Ֆինանսների նախարարն է այս մասին հայտարարել ու ասել, որ անխուսափելի է երկկողմ բանակցություններ անպայման պետք է կայանան։ Նախարարը հավելել է, մեջբերեմ, կարծում եմ հաշվի առնելով այս բանակցությունների ծավալը և բարդությունը ուղիղ զրույցն անխուսափելի է երկու առաջնորդների միջև։ Կանխատեսում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կվերսկսեն հանդիպումները, մեջբերման ավարտը։ Նախորդ փուլում Շվեյցարիայում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել միմյանց վրա սահմանված բարձր մաքսատուրքերի որոշակի մեղմացման հարցում։ Սակայն ներկայիս լարվածությունը պահանջում է արդեն ավելի բարձր մակարդակով ներգրավվածություն, հատկապես այն փուլում, երբ կողմերը գտնվում են նոր համաձայնագրի սահմանագծին։ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին ժամանակավորապես կասեցնել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ծրագրի կիրառումը, որը օրինական կարգավիճակ էր ապահովում 532,000 միգրանտի։
Այս ծրագիրը այն մարդկանց համար էր, ովքեր փախել էին իրենց երկրներում տիրող սոցիալական կամ առողջապահական ծանր պայմանների պատճառով։ Դատարանի որոշումը հրապարակվել է առանց ստորագրության և պատճառաբանության, որպես արտակարգ կարգի արձագանք։ Որոշումը միաժամանակ ազդում է ավելի քան կես միլիոն մարդու վրա, ովքեր օրինական ապրել են նահանգներում։ Միգրանտների շահերը ներկայացնող միություններն ու համայնքային խմբերը նշում են, որ սա ԱՄՆ պատմության մեջ աննախադեպ քայլ է։ Այսպիսի մեծածավալ և միաժամանակյա կասեցումը առանց բացատրության իրավապահների և իրավաբանների գնահատմամբ իր մասշտաբներով ու հետևանքներով աննախադեպ է։ Մեքսիկայի ոստիկանությունը փրկել է 28 միգրանտի, որոնց միգրանտները պահում էին անմարդկային պայմաններում։ մի կին զանգահարել է 911, որի մոտ եղել է հեռախոս և պատմել անմարդկային պայմանների դժոխային կյանքի մասին։ Նա հայտնել է, որ իրենք գտնվել են ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անմիջական հարևանությամբ։ Տան ներսում իրավապահները հայտնաբերել են 2 մեքսիկացու և 26 գվատեմալացու, այդ թվում 4 անչափահասի, որոնք ըստ նախնական տվյալների պատրաստվում էին անցնել ԱՄՆ սահմանը։ Այս միջադեպը վկայում է, որ միգրանտների ապօրինի տեղափոխումը հաճախ ուղեկցվում է ազատության սահմանափակմամբ և բռնությամբ, իսկ նման դեպքերը սերտորեն կապված են ոչ միայն Մեքսիկայի ներսում գործող հանցավոր ցանցերի, այլև ԱՄՆ-ի հետ սահմանային անվտանգության խիստ խնդիրների հետ։ Միացյալ Նահանգների տուրիզմի ոլորտը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, քանի որ միջազգային այցելությունների թիվը կտրուկ նվազել է։ Կանադայից եկող այցելությունների թիվը կրճատվել է, որը լուրջ հարված է հասցնում սահմանամերձ քաղաքների տնտեսությանը։ ԱՄՆ ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14%-ով, իսկ Կանադայից ժամանողների հոսքը ավելի քան 20%-ով։ Սա նշանակալի անկում է, քանի որ հենց Կանադան էր նախորդ տարի եղել ամերիկյան տուրիզմի գլխավոր աղբյուրը։ Այս իրավիճակը լուրջ վտանգ է ներկայացնում տուրիզմի ոլորտում աշխատող ամերիկացիների համար, քանի որ Ամերիկայում աշխատատեղերի շուրջ 10%-ը ապահովում է հենց այս ոլորտը։ Եթե այսպես շարունակվի, կարող է փակվել շուրջ 230,000 աշխատատեղ։ ԱՄՆ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինում ծախսում է $4000, սակայն 2025 թվականին միջազգային այցելուների կողմից ծախսվող ընդհանուր գումարը կկազմի մոտ $169 միլիարդ, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Համեմատության համար նշենք, որ նախահամավարակային 2019 թվականին այդ թիվը եղել է $217 միլիարդ։ Միչիգանի Սու Սեինթ Մարի քաղաքի տնտեսությունը կախված է կանադացի զբոսաշրջիկներից։ Վերջին ամիսներին, սակայն, սահմանային անցումները զգալիորեն քչացել են, ինչը լուրջ վնաս է հասցնում քաղաքի տնտեսությանը։ Միայն ապրիլին կամրջով անցնող մեքենաների թիվը նվազել է 44%-ով նախորդ տարվա համեմատ։ Սա հատկապես զգալի է հյուրանոցային ոլորտում, որտեղ ամրագրումները նվազել են 77%-ով, հիմնականում մաքսատուրքերի, սահմանային խստացումների և Կանադայի կառավարության այն կոչի պատճառով, որ քաղաքացիները խուսափեն ԱՄՆ-ում հանգստանալուց։ Տեղի հյուրանոցներից ու խանութներից շատերը, որոնք պատկանում են հայ ընտանիքներին, սկսել են զգալ զբոսաշրջիկների կտրուկ պակասի հետևանքները։ Ոմանք կրճատել են իրենց աշխատույժը, ոմանք էլ սկսել են փակվել։ Զբոսաշրջային ոլորտում աշխատող հայերն էլ կորցնում են իրենց եկամուտը։ Տնտեսական այս ճգնաժամը լուրջ ազդեցություն ունի նաև համայնքի սոցիալական ապահովության վրա։ Տեղի իշխանությունները փորձում են փոխել իրավիճակը, կենտրոնանալով ներքին զբոսաշրջության խթանման վրա։ Նրանք պլանավորում են ավելացնել գովազդային արշավները ամբողջ երկրով մեկ։ Այս իրավիճակում համայնքները ու այնտեղ ապրող հայ ընտանիքները ստիպված են լինում համակերպվել նոր տնտեսական իրողությունների հետ, փորձելով գոյատևել տուրիզմի նվազման պայմաններում։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը հայտարարել է, որ նախատեսում է հավասարակշռել քաղաքի բյուջեն, կրճատելով ավելի քան 1400 աշխատատեղ։ Այս քայլը ըստ քաղաքապետարանի տվյալների կվերաբերի 40 տարբեր վարչական բաժինների։ And I understand any job loss is difficult. I take no joy in this.
Չնայած նրան, որ մեծ մասը թափուր հաստիկներ են, մոտ 100 քաղաքացիական աշխատողներ 17 բաժիններից կկորցնեն աշխատանքը։ Պաշտոնյաների խոսքով այսպիսով քաղաքը կարող է խնայել մոտ 40 միլիոն դոլար։ Քաղաքապետը նշել է, որ կրճատումները չեն ազդի ոստիկանների եւ հրշեջ ծառայողների վրա։ Ընդհակառակը, բյուջեում նախատեսված է այդ ծառայությունների ծախսերի ավելացում 7% աշխատավարձի բարձրացմամբ եւ գերշահումների վճարով։ Քաղաքը նախատեսում է խնայել եւս 100 միլիոն դոլար կրճատելով համաճարակային շրջանի դրամաշնորհներն ու պայմանագրերը եւ խստացնելով վերահսկողությունը ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ։ Համացանցում շուտով կգործարկվի պարտադիր տարիքային համակարգը։ 2026 թվականից սկսած բոլոր կայքերն ու հավելվածները, որոնք հասանելի են անչափահասներին ու պարունակում են ոչ այնքան ճիշտ տեղեկատվություն ու բովանդակություն, պարտավոր են պահանջել օգտատերերից հաստատել իրենց տարիքը, որպեսզի պաշտպանվի երեխաների անվտանգությունը։ Երեխաների սոցիալական մեդիայի հաշիվները պետք է նախապես լինեն փակ, սահմանափակելու օտար անձանց հետ շփման հնարավորությունը եւ նվազեցնելու հարթակների կախվածություն առաջացնող ազդեցությունը։ Այս նոր տեխնոլոգիական ու կանոնավորող միջոցառումը կարող է ունենալ զգալի գլոբալ ազդեցություն, փոփոխելով ինտերնետային անվտանգության եւ անհատական տվյալների պաշտպանության շրջանակները։ Մեկնաբանություններում գրեք, ձեր երեխաներին վերահսկում եք ինտերնետային համակարգում, թե ոչ։ Այժմ միջազգային լուրեր։ Ամերիկյան սենատորները Զելենսկու եւ իր գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են, որ շուտով սենատում կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է շուրջ 500% երկրորդային մաքսատուրքեր այն բոլոր երկրներից, ովքեր գնում են ռուսական նավթ, գազ կամ ուրան։ Սենատորների խոսքով սա տնտեսական ճնշման միջոց է ուղղված Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսների նվազեցմանը։ I'm going to urge our European allies to lower the price cap to make it harder on Putin's fossil fuel economy. Որը ըստ սենատորների կարող է ազդել պատերազմի տևողության եւ մոսկովյան քաղաքականության վրա։ Ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվել է հակասական տեղեկություն այն մասին, թե ինչպես է այս օրինագծին վերաբերվում Թրամփը։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Սպիտակ տանը կան աջակիցներ, մինչդեռ ուրիշները հայտնում են, որ Թրամփը նախընտրում է չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 17-ամյա մի տղա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ անհայտ անձը շանտաժի է ենթարկել նրան, ասել է, որ կտարածի կեղծ մերկ լուսանկարներ, որոնք ի սկզբանե ստեղծված են եղել արհեստական բանականության միջոցով։ Պատանուց պահանջել էին $3000, որպեսզի լուսանկարները չուղարկեն ընկերներին ու ընտանիքին։ Պատանու ծնողները լուրն իմացել են միայն նրա հեռախոսը ուսումնասիրելուց հետո։ Հավելեմ, որ 2021-ից սկսած նահանգներում առնվազն 20 դեռահաս է ինքնասպան եղել այսպիսի շանտաժի պատճառով։ 2024 թվականին 100,000 բողոք է ներկայացվել կեղծված արհեստական բանականության լուսանկարների վերաբերյալ։ Կանադական հրդեհի ծուխը կրկին անցել է Ամերիկայի սահմանը, այսպիսով լուրջ վտանգ ներկայացնելով մարդկանց համար։ Օդը աղտոտվել է այն աստիճան, որ սպառնում է մարդկանց առողջությանը։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ բարձր ջերմաստիճանի, քամու եւ չորության պատճառով կրակը տարածվել է հազարավոր հեկտարների վրա եւ ավելի քան 17000 մարդ ստիպված է եղել տարհանվել։ Ծուխը շարժվել է դեպի հարավ, հարթավայրային նահանգներ։ Ծխապատ ամպը կհասնի նաեւ արևելյան ափի որոշ հատվածներ։ Նմանատիպ իրավիճակ գրանցվել էր նաեւ 2023 թվականի ամռանը, երբ կանադական հրդեհի ծուխը կտրուկ վատթարացրել էր օդի որակը ԱՄՆ-ի հյուսիսարևելյան եւ միջին նահանգներում, ստեղծելով առողջության համար վտանգավոր մթնոլորտ։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ շուտով շտկումներ կանի, ևս մեկ անգամ դարձնենք Ամերիկան առողջ նախաձեռնության զեկույցի մեջ, որը կազմել է առողջապահության նախարարությունը։ Լրատվամիջոցների տվյալներով զեկույցում կան բազմաթիվ բացթողումներ։ Զեկույցում կան հղումներ գոյություն չունեցող գիտական աղբյուրների։ Պարզվել է, որ առնվազն 7 նշված ուսումնասիրություն երբևէ չի հրապարակվել, իսկ մի քանի այլ տվյալներ սխալ են մեկնաբանվել։ Չնայած բացահայտումներին, Սպիտակ տունը շարունակում է համարել զեկույցը կարևոր փաստաթուղթ, սակայն հրաժարվում է բացահայտել հեղինակներին, չնայած թափանցիկության խոստումներին։ Սպիտակ տունը կոնգրեսից պահանջել է $500 միլիոն նախաձեռնության շարունակության համար։ Համասը արձագանքել է ԱՄՆ-ի աջակցությամբ առաջ քաշված հրադադարի պայմաններին, ասելով, որ չի կարող այս պայմաններով ստորագրել հրադադար, քանի որ այն ամբողջությամբ չի ընդգրկում պատերազմական գործողությունների լիարժեք դադարեցում եւ Իսրայելի զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից։ Խմբավորումը պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 20 պատանդ, այդ թվում 10 կենդանի և 18 զոհվածների մարմինները։ Այս քայլը ըստ Համասի պետք է լինի պաղեստինցի բանտարկյալների ազատման և Գազայի վրա հարձակումների վերջ դնելու դիմաց։ Մասկը իրականում ոչ մի տեղ էլ չի գնում։ Այս մասին հայտարարել է Թրամփը Մասկի Դոջի նախաձեռնությունից պաշտոնական հրաժեշտի միջոցառման ժամանակ։ Թրամփը վստահեցնում է, որ Մասկը շարունակում է մնալ որպես խորհրդատու և մտերիմ դաշնակից, չնայած պետական պաշտոնից հրաժարվելուն։ Նախագահը նաև նշել է, որ Դոջի բազմաթիվ աշխատակիցներ կտեղափոխվեն դաշնային կառավարության տարբեր կառույցներ, ծրագիրը պետական մակարդակով ավելի լայն շարունակելու նպատակով։ Կոլորադոյում վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել, որը կարող է դիտարկվել որպես ահաբեկչություն։ Խաղաղ ցույցը վերածվել է բռնության, երբ անհայտ անձը այրվող սարք է նետել Իսրայելին աջակցող հավաքի մասնակիցների վրա։ Հարձակման ընթացքում նա բղավել է ազատություն Պաղեստինին։ Միջադեպի հետևանքով 6 մարդ այրվածքներ է ստացել, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Վնասվածք է ստացել տարեց մի կին, որի հագուստը բռնկվել է պայթյունից հետո։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը, ԱՄՆ ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը, առաջարկում է անվճար առցանց դասընթացներ բոլորին աշխարհի ցանկացած կետից։ Կարող եք սովորել ձեռնարկատիրություն, տնտեսագիտություն, անգլերեն, տեխնոլոգիաներ եւ այլ ուղղություններ հայտնի պրոֆեսորներից։ Դիմելու համար պետք է այցելել համալսարանի պաշտոնական կայքը, ընտրել դասընթացը եւ գրանցվել ընդամենը մի քանի քլիքով։ Աշխարհի խոշորագույն AI լաբորատորիաներից մեկի ղեկավարը զգուշացնում է, արհեստական բանականությունը կարող է առաջիկա 5 տարում վերացնել գրասենյակային սկսնակ աշխատողների աշխատատեղերի կեսը։ ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է հասնել մինչև 20% AI-ի պատճառով, քանի որ նորագույն մոդելն արդեն գերազանցում է մարդու կարողությունները հաշվետվությունների գրառումից մինչև ծրագրավորում։ Մասնագետները զգուշացնում են, ժամանակն է քննարկել նույնիսկ AI լաբորատորիաների հարկումը։ Թրամփը հումորով արձագանքել է այն տեսանյութին, որտեղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնվել է անհարմար իրավիճակում իր կնոջ անսպասելի քայլից հետո։ Խորհուրդ եմ տալիս դուռը փակ պահել, ժպիտով ասել է Թրամփը, սրամտելով ընտանեկան խաղաղության թեմայով։ Թրամփի այս խոսքերը լայն տարածում են գտել սոցցանցերում որպես հերթական օրինակ նրա անմիջական ոճի։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Թրամփի քայլերը կրկին համացանցի քննարկման կենտրոնում են։ Հիմա էլ նախագահը իր սոցիալական ցանցում մի տեսանյութ է հրապարակել, ըստ որի Բայդենը իբր մահապատժի է ենթարկվել դեռ 2020 թվականին եւ հիմա հանրությանը ներկայանում է իր ռոբոտ տարբերակը։ Հրապարակման մեջ գրված է, մեջբերեմ, Ջո Բայդենը գոյություն չունի, նրան մահապատժի են ենթարկել 2020-ին։ Այժմ տեսնում եք դատարկագլուխ ռոբոտների, որոնք ընդամենը նմանակներ են։ Դեմոկրատները տարբերություն չեն նկատում։ Մեջբերման ավարտը։ Գրառումը արագորեն տարածվել է համացանցում։
Թողարկման այս հատվածում տեխնոլոգիական նորությունների շարքից արհեստական բանականությունը դարձել է առանցքային գործոն Google-ի դեմ ընթացող պատմական դատավարության մեջ, որը վերաբերում է Google-ի որոնման շուկայում ունեցած գերիշխանությանը։ Այս դատական գործընթացը կարող է դառնալ տեխնոլոգիական դարաշրջանի շրջադարձային պահերից մեկը։ Google-ի գործով վճիռը ոչ միայն կսահմանի ընկերության ապագա գործունեության շրջանակները, այլև նախադեպ կդառնա, թե ինչպես պետք է կարգավորվի արհեստական բանականության ազդեցությունը շուկայի մրցակցության վրա։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջում է խիստ միջոցներ, այդ թվում Google-ին արգելել բացառիկ պայմանագրեր կնքել սարքավորումների արտադրողների հետ, բաժանել Chrome դիտարկիչը մայր ընկերությունից և սահմանափակել AI օգտագործումը շուկայական դիրքի ամրապնդման նպատակով։ Վաշինգտոնում բեռնատար է շրջվել, որը տեղափոխել է մեղվափեթակներ։ Վթարի հետևանքով դուրս է եկել ավելի քան 250 միլիոն մեղու։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ նրանք մեղուներին չեն բռնի, այլ կթողնեն, որ ինքնուրույն վերադառնան։ Մինչև այդ ճանապարհի այս հատվածը փակ կլինի, իսկ բնակիչներին զգուշացրել են չմոտենալ։ Մասնագետներն ասում են, որ մեղուները կարող են ամբողջությամբ հետ գալ 2 օրվա ընթացքում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում հանցագործությունների թիվը աճել է, հատկապես գույքային հանցագործությունների դեպքում, ինչը վերջին 2 տասնամյակների ընթացքում նման բարձր աճի նախադեպն է։ Այս միտումը վկայում է, որ հանցավորության բնույթը փոխվում է և իրավիճակն անցնում է նոր փուլ։ Ըստ Դաշնային հետաքննությունների բյուրոյի երկրում արձանագրվել է միջինը 381 բռնի հանցագործություն 100,000 բնակչի հաշվով։ Ամենատարածված բռնի հանցագործությունը մնացել է ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը կազմում է գրեթե 70% բոլոր բռնի հանցագործություններից։ Սպանությունները ամենաքիչ դեպքերն են, ընդամենը 1,7%։ Հանցագործությունների մակարդակը զգալիորեն տարբերվում է տարբեր քաղաքներում, կախված տեղի պայմաններից և գործոններից։ Օրինակ, Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում բռնի հանցագործությունների մակարդակը կազմել է 801,5 դեպք 100,000 բնակչի հաշվով, իսկ Սան Ֆրանցիսկոյում 6,917 դեպք։ Նյու Յորք քաղաքում այս ցուցանիշը կազմել է 684 դեպք 100,000 բնակչի հաշվով։ Գույքային հանցագործությունների մակարդակը աճել է 6,7%-ով 1954 դեպք 100,000 բնակչի հաշվով։ Սա առաջին դեպքն էր 2001 թվականից ի վեր, երբ այս ցուցանիշն աճ է գրանցել։ Գույքային հանցագործությունները հիմնականում ներառում են գողությունները, կազմելով մոտ 60% բոլոր արձանագրված հանցագործություններից։ Քաղաքային մակարդակում վիճակագրությունը զգալի տարբերություն է ցույց տալիս։ Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյում գույքային հանցագործությունների մակարդակը կազմել է 5505 դեպք, Լոս Անջելեսում 3434, իսկ Նյու Յորքում 2506 դեպք, յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Այս տվյալները վկայում են, որ խոշոր քաղաքներում գույքային հանցագործությունները շարունակում են մնալ լուրջ մարտահրավեր։ Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ մեծ քաղաքները ավելի լուրջ խնդրի առջև են բախվում և իշխանությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն մարդկանց անվտանգությունը ապահովելու համար։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։